ողջույն սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին։ Այսօր եւս փորձենք ինչ-որ համեղ բան պատրաստենք, որպեսզի մեր ընտանիքի անդամները գոհ մնան։ Երեխաների համար իհարկե կարելի է այսօր ճոխություն թույլ տալ, շատ համեղություններ պատրաստել։ Ճիշտ է, իմ առաջարկը այնքան էլ երեխաներին դուր չի գա միգուցե, բայց եկեք բացառություն անենք, քանի որ այսօր նրանց տոնն է, շնորհավորենք եւ մի համեղ բան պատրաստենք, կամ քաղցրավենի, կամ սիրելի կերակուր։ Իսկ իմ առաջարկը շատ պարզ է, շատ տնական է, շատ այսպես մատչելի եւ հասանելի բաղադրիչներով բաղկացած։ Ես այսօր որոշել եմ տաք կերակուր պատրաստեմ, շատ եղանակին համահունչ։ Մեզ պետք է կարտոֆիլ, գազար, սոխ, ընդամենը մի քանի բանջարեղեն, հավելելու ենք աղացած մսից կոլոլակներ, այն տապակելու ենք, ավելացնենք մեր բանջարեղենի վրա եւ վերջում ավելացնենք մի փոքր ոլոր։ Ամենավերջում համեմենք սամիթով։ Շատ պարզ հասարակ բաղադրիչներ, բայց շատ համեղ է ստացվելու, այնպես որ մնում եք մեզ հետ, որպեսզի ընթացքը տեսնեք։ Խոսքս շատ արագ փոխանցեմ գործընկերներից, հետո կմիանանք ինձ եւ կշարունակենք մեր աշխատանքը։ Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, միացեք մեզ, ահա սկսում ենք ամենակարևոր օրվա կարևոր աշխատանքը, այսինքն ինչ պատրաստել այսօր։ Ես ձեզ առաջարկում եմ պատրաստենք համեղ կերակուր, կոլոլակով այսպես պատրաստված։ Երեխաները ասացին ջրիկ, բայց ես այնպես կանեմ, շատ ջրալի չի լինի, ավելի թանձր կլինի, որպեսզի հաճույքով մեր գործընկերները ճաշակեն։ Այնպես որ մեզ պետք է մի քանի բաղադրիչ, կարտոֆիլ, ուրեմն գազար եւ սոխ։ Սոխը խոշոր, իմիջիալոց խոշոր եմ թողել, որպեսզի ով չի ցանկանա, այո, հանգիստ կարողանա մի կողմ թողնել։ Այստեղ ունենք աղացած միս, որը հիմա արագ կոլոլակի կվերածենք եւ ունենք ոլոր, վերջում կավելացնենք եւ մի փոքր արգանակ ունենք, կավելացնենք կերակուրին, վերջում սամիթով համեմենք։ Իսկ հիմա պատրաստում է սուրճը, հեռուստադիտողին ասենք, որ նախաճաշեք, հետո նոր սուրճ ըմպեք, մենք փորձել ենք ամեն մեկս մի փոքր նախաճաշել եւ հիմա միասին արդեն սուրճը պատրաստ է, կարող ենք լցնել։ Ես ինչքան սուրճ եմ պատրաստում, միշտ թափվում է այդ սուրճը։ Բայց դա լավ նշան է։ Մենք գիտես, ավանդույթին համաձայն դա նշանակում է։ Բայց միշտ է ասում է դեպքում երեխուն գործի դիր, հետևից գնա։ Դե դա կա, առանց դրա չի լինի։ Բայց հələ մի հատ նայի, սերով սեր կա սուրճի մեջ։ Այո, սերով ես իմիջիալոց շատ եմ սիրում ժողովուրդ սերով սուրճ, շատ եմ սիրում։ Չգիտեմ, ասում են դա ճիշտ չէ, այսինքն սուրճը լավ չի եփվել, եթե վրան այդ փրփրուն մասան այո հավաքվել է, բայց ես շատ եմ։ Բայց ամեն դեպքում մենք հիմա կճաշակենք այս սուրճը առավոտյան։ Եվ այստեղ իհարկե ունենք նաև շոկոլադ։ Դուք էլ ձեզ համար պատրաստեք սուրճ, մատուցեք, վայելեք, հետևեք մեր ծրագրին եւ Ադրին արդեն անցավ իր կարևոր գործին։ Այո, Սուրճան, բայց մինչ իմ աշխատանքին անցնելը ես ձեր բոլորի ցույց տվությամբ ուզում եմ իմ գործընկերուհուն, իմ արցախցի ընկերուհուն շնորհավորել այսօր իր ծննդյան տարեդարձն է։ Ուզում եմ իրեն քաջ առողջություն մաղթել, Ռուժ ջան, առողջություն, որովհետև այսօր ամենակարևորը քեզ համար դա է, սիրելիս։ Ուժեղ եղիր, դու ուժեղ մարդ ես, մնացած բոլոր բարեմաղթանքները եւ ցանկությունները դու ինքդ գիտես եւ հաստատ կարող ես ինչ-որ ձեռք բերել։ Եղիր ընտանիքիդ կողքին, քո գեղեցիկ թոռնիկների կողքին եւ քեզ շրջապատող սիրող մարդկանց կողքին։ Ես քեզ շատ սիրում եմ, քաջ առողջություն եմ մաղթում եւ լավ, բարի տարեդարձ, բարի ժամանց, ջերմագին ողջույններս։ Համով ճաշիկն էլ Ադրինը կպատրաստի։ Այո, ինքը շատ համեղ է պատրաստում եւ այսօր գիտեմ հյուրեր ունի, շատ համեղություններ է պատրաստելու եւ իհարկե լավ օր է անցկացնելու։ Ադրինե, հիմա վերադառնանք ճաշիկին։ Դու հաճախ ես այսպեսի ջրիկ ճաշիկներ պատրաստում։ Անկեղծ եթե լինեմ, իմ տանը, իմ ընտանիքի անդամները շատ չեն սիրում, ձեր նման, շատ չեն սիրում ջրալի ճաշեր, բայց երբեմն կարելի է, որովհետև անհրաժեշտ է մեր օրգանիզմի նաև հեղուկ կերակուրներ, շատ կարևոր է դա, այսպես կթողնենք տապակվի սիրելիներս, հետո կավելացնենք արգանակը, համեմունքները եւ այլն։ Այս ընթացքում մսի վրա ավելացնեմ մի քանի համեմունք,
Համեմունքների շարանը։ Համեմունքների շարանը, մշտապես ինչպես ես սիրում եմ իմ փունջը, այստեղ միշտ ես ունեմ տարատեսակ համեմունքներ, որոնք շատ ինձ թվում է համեղացնում են կերակուրը։ Այսպես, բայց իհարկե մեր հայրենակիցները մի փոքր բծախնդիր են համեմունքի հանդեպ, ոչ բոլորն են սիրում, այնպես որ առաջարկում եմ ըստ ճաշակի։ Այսպես։ Ավելացնենք։ Այո, ես շատ եմ սիրում։ Առանց համեմունք, ասես խոհանոցս չի կարողանում։ Այսպես։ Ավանդական ձեռնոցներ, ես սա պետք է խառնել, Ադրին է։ Վայ, ինչ լավ կլինի։ Իսկ ինչով խառնեմ։ Այնտեղ մենք փայտե գդալներ ունենք, կարող ես խառնել։ Այսպես։ Օ, վտանգավոր է բայց։ Այո։ Ադրինե ջան։ Արի ես խառնեմ։ Խառնի։ Այո։ Այս սրա մասին էր խոսքը, գործի դիր գնա։ Գործի դիր հետևից գնա։ Մի փոքր այսպես տապակենք, այստեղ էլ հիմա կարող եք ձեռքի հետ ավելացնել համեմունքները, էլի կարելի է փունջը օգտագործել, նույն քրքումը, այսպես ամբողջական կօգտագործեմ, հետո ամանի մեջ կավելացնեմ։ Մի փոքր շատ քիչ կարմիր պղպեղ, սև պղպեղ, այսպես, եւ իհարկե աղ։ Ահա, աղ էլ ավելացնենք։ Այստեղ իհարկե օգտագործելու ենք նաև տոմատի մածուկ, Իջևանի գինու եւ պահածոների գործարանի արտադրած այն համեղ տոմատի մածուկը, որը մշտապես մենք այստեղ խոհանոցում ավելացնում ենք, այսինքն օգտագործում ենք։ Շատ լավ է։ Այսպես։ Սա որոշակի ժամանակ պետք է տապակվի, հա։ Շատ քիչ, մի 7-8 րոպե, մենք արդեն կարծում եմ մի 5 րոպե տապակվում է, մի փոքր էլ կթողնենք ուրեմն տապակվի եւ կավելացնենք արգանակը, եթե պատրաստի արգանակ կա, շատ ավելի լավ, եթե ոչ դե արդեն մենք փորձում ենք ինչ-որ կերպ այդ արգանակը ստանալ։ Այո, հիմա մեզ մնում է այս միսը վերածել կոլոլակների եւ իմիջայլոց կոլոլակները պետք է տապակենք։ Օ, կոլոլակներն են տապակվելու։ Տապակվելու է, հետո նոր վերջում ավելացվելու է այս բանջարեղենի վրա։ Ադրինե, մինչ դու այս կոլոլակիկները պատրաստում ես, մենք կարճատև դադար ունենանք եթերում, հետո վերադառնանք, տեսնենք ինչ ենք անում։ Շատ բարի։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, խոհանոցում արդեն բույրեր մի քիչ խառնված կան, բայց ես վստահ եմ այլ ավելի ուժ գնանալու են գնալով, որովհետեւ դեռ գործընթացի փուլում ենք։ Հիմա տեսնենք Ադրինեն արդեն գործի անցել։ Այո, կոլոլակները պատրաստում եմ, որպեսզի գեղեցիկ համաչափ։ Այո, Սոն ջան, պետք է տապակենք, ինչպես նշեցի ավելի շուտ, մենք այո, շնորհակալ եմ։ Պետք է այն տապակենք, հետո վերջում ավելացնենք բանջարեղենի վրա։ Արդեն համապատասխան չափի տապակվել է բանջարեղենը, ընդհանրապես պետք է ավելացնենք արգանակը։ Կարող ես դու օրինակ, ես կգամ այս օրինակը մի աշխատանք կատարելով, այո, արգանակ ավելացնելով բանջարեղենը, ամբողջությամբ կարող ես ավելացնել, ես կգամ այս կողմ, որ քեզ չխանգարեմ, ահա, եւ կոլոլակները իհարկե։ Իսկ հիշեցնենք ինչ կա այստեղ։ Կա կարտոֆիլ, գազար եւ խոշոր կտրատված խոշոր, այո, ինչպես Ադրինեն արդեն նշած, որպեսզի ով չի ցանկանում։ Այո։ Օրինակ ես։ Այո, ես դրա համար էլ կարանձնացնեմ, կարծում եմ։ Դրա համար էլ այդպես որոշեցի, որ ավելի լավ է խոշոր լինի, որ ով չի ցանկանում, սիրելիներս, չգիտես ինչի է, երեխեքը սոխին դեմ են։ Ինչ անես։ Իսկ սիրելի հեռուստադիտողներ, ձեր կարծիքով այսպես էսթետիկ դանդաղ լցնեմ, թե միանգամից տարան շուրջ։ Կարող ես տարան շուրջ տալ, ես կարծում եմ։ Ես կարծում եմ շատ համաչափ է ստացվում։ Բայց շատ երկարատև կլինի։ Կարող ես հանգիստ շրջել ամբողջությամբ, այո, հենց կացայի մեջ, ահա, վերջ, ամեն դեպքում համաչափություն։ Այո, ամեն բան տեղին է, վերջ, այսպես։ Ահա, ես փորձեմ ընթացիկ էստեղ մի փոքր յուղ ավելացնել, Սոնան կողքիս է պետք է զգուշ լինեմ, յուղի քիչ ավելացնեմ։ Այսպես, Սոնա ջան, դու մի հատ շփվի հեռուստադիտողին։ Դու դանակը նորից վերցրու։
Իմիջիալոց այսօր շատ յուրահատուկ գեղեցիկ ես։ Վայ, շնորհակալ եմ շատ։ Երևի թե սանրվածքից է։ Ես Շնորհակալ եմ, ասում ենք նման ենք սանրվածքներով, քո վարսերի այսօր սանրվածքը շատ սազում է քեզ։ Շնորհակալ եմ շատ։ Գեղեցիկ է, այս վերջերս միշտ հավաքած տարբերակով եմ տեսել եւ այսօր արդեն այդ գեղեցկությունը Շնորհակալություն շատ շատ։ սիրուն ես։ Դու էլ միշտ Մերսի, շնորհակալ եմ։ Եվ ես կարծում եմ հեռուստայտողը նկատել է քո փոփոխությունը մեծ արտակի տեսքի, որտեղ նախորդ եթերաշրջանում դու մազերի այլ գույնով Այլ գույն։ Ես սիրում եմ փոփոխությունները, իմիջիալոց դա ասեմ, հեռուստադիտողը կարող է ասել, վայ, այս աղջիկը մի օր մի գույնով եմ, իսկապես շատ սիրում եմ փոփոխություններ, դա երևի թե տրամադրության հետ է կապված։ Իսկ վախեր չես ունենում։ Երբեք նման էքսպերիմենտներ, այո, այդ առումով համարձակ եմ, ինչը որ նորաձևության հետ է կապված, ինչը որ սանրվածքի կամ գույնի հետ է կապված։ Ես եթե հիշում ես, շատ կտրուկ փոփոխություն էի արել, շատ երկար վարսերից հետո մեկ անգամից գնացի եւ կտրեցի շատ կարճ, շատ բոլորը Եվ անսպասելի այո, եւ անսպասելի միշտ։ Ոչ ոք չի իմանում այդ մասին եւ ոչ ոք չի սպասում։ Այո։ Վալյա, Ադրինեն, լրիվ ուրիշ կերպարով։ կերպարով։ Հետաքրքիր է լինում։ Այո։ Եվ կյանքն էլ է հետաքրքիր։ Ես նկատել եմ, որ դու սիրում ես Այո, ես շատ մարդկանց ռեակցիաները տեսնել քո հերթական ժամանակ։ Դե ոչ միշտ է դա ընդունվում, իհարկե մարդիկ կան, որ օրինակ ասում են, վայ, ինչու մազերդ կտրեցիր, բայց դե ես սիրում եմ փորձել բոլոր տարբերակները։ Ահա։ Այդպես նորաձևություն ընդհանրապես շատ եմ սիրում, շատ։ Միգուցե այս վերջերս շատ չեմ հետևում, բայց շատ սիրում եմ։ Բայց նորաձևության այսօր դեռ անդրադառնալու ենք մեր եթերում։ Իդեպ հիմա կլինի մեզ մոտ կարճատև դադար, մենք կշարունակենք այս խոհանոցային գործընթացը, որից հետո սիրելի հեռուստադիտողներ կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Մնացեք մեզ հետ։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ եւ ասում եմ, որ մեր կերակուրը պատրաստ է, ընդհանրապես մնացել է մի քանի հավելում անենք։ Ահա, եթե հիշում եք, մենք բանջարեղեն եփեցինք, կարտոֆիլը, սոխը, գազարը, այստեղ կավելացնեմ կոլոլակները, որոնք նախապես տապակել ենք։ Եվ իհարկե ոլորը, պահածոացված ոլորը։ Մեզ միայն մնում է խառնել։ Ահա, տեսեք սիրելիներս, ընդհանրապես ջրալի չէ մեր այսօրվա կերակուրը։ Այնպես որ երեխաները շատ հանգիստ կարող են վայելել։ Ինձ միայն մնում է մատուցել։ Ահա, այս գեղեցիկ ափսեի մեջ ավելացնենք մեր կերակուրը։ Այսպես լցնեմ վրան սամիթ, սամիթի թարմությունը եւ բույրը շատ ճոխ կդարձնի մեր կերակուրը։ Ահա այսպես, սիրելիներս, ձեզ բարի ախորժակ եմ մաղթում, բարձր տրամադրություն, լավ օր եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։